Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա առաջին հանդիպումն է 24 թվականի դեկտեմբերին Դաղստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաուղիներ ընկերության ինքնաթիռի խոցումից ու դրան հաջորդած երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածությունից հետո։ Հանդիպման սկզբում Պուտինն Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել Ազալ ավիաընկերության ինքնաթիռի վթարի քննարկմամբ Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ ներողություն է խնդրել Ռուսաստանի երկնքում Ազալի ինքնաթիռի հետ կապված ողբերգության համար եւ վերահաստատել իր ամենախորը ցավակցությունները ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Պուտինի խոսքով Ռուսաստանը պայմանավորվածությունների համաձայն լիարժեք համագործակցություն է ցուցաբերում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետաքննության գործում եւ նշել, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգության օրը Ռուսաստանի օդային սահմանը հատել էին ուկրաինական 3 անօդաչու թռչող սարքեր եւ որ ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է ոչ ուղիղ խոցմամբ, այլ հրթիռների բեկորներից, որոնք կապված էին ուկրաինական ԱԹՍ-ների ոչնչացման հետ։ Անկասկած նման ողբերգական դեպքերում ռուսական կողմից կարվի ամեն ինչ փոխհատուցման համար եւ բոլոր պաշտոնյաների գործողությունները իրավական գնահատական կստանան, ասել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է Ալիևի փաստ արկապետությունների միջև մարդասիրական կապերի զարգացման գործում եւ ընդգծել, որ Ռուսաստանն անելու է ամեն հնարավորը, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանվի։ Բացի այդ, նա հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի դաշնակցային ոգով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթին շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Ազալ ավիաընկերության ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու համար։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս իրավիճակը անձամբ վերահսկելու համար։ Դուք անձամբ վերահսկում եք հետաքննությունը եւ մենք կասկած չունենք, որ այն օբյեկտիվորեն կբարձի ամեն ինչ։ Հետևաբար ես կրկին ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հանդիպման ժամանակ այս հարցը քննարկելու ձեր մտադրության համար, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը լայն թափ է հավաքում։ Ինչպես նշեցինք, այս տարի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերություններում, այլև մնացած բոլոր ոլորտներում։ Երկկողմ ապրանքաշրջանառության մեջ մեծ դինամիկա կա։ Նմանապես որևէ այլ ոլորտում դանդաղում կամ հետընթաց չի եղել, ընդհակառակը մեր կողմից հաստատված ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրականացվում են։ Վերջերս գումարվել էր նաև ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ համանախագահները մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ, ոչ միայն առևտրային ու տնտեսական։ Եվ իհարկե, այսօր լավ հնարավորություն է կրկին վերանայելու մեր օրակարգային, բավականին ընդարձակ է ու դրական։ Այսպիսով կրկին շնորհակալություն այս տեղեկատվության համար եւ վստահ եմ, որ այսօր մեր հասարակություններին ուղարկվող ուղերձները նույնպես լավ կընդունվեն, ասել է նա։ Ըստ էության մոտ 1 տարվա խուսանավումներից հետո Վլադիմիր Պուտինը պաշտոնապես խոստովանել է, որ ադրբեջանական Ազալ ավիաընկերության աղետի պատճառ են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հոբ ծառայության մարտական հաշվարկի արձակած 2 հրթիռները։ Տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինը փոխանցել է Իլհամ Ալիևին, նա ունեցել է աղետի օրը եւ կարող էր անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի հեռախոսազրույցի ընթացքում ներկայացնել եւ համարել, որ միջադեպը փակված է։ Հետաքրքիր է նման բաց հայտարարության համար Պուտինը ինչու է ընտրել Դուշանբեն, որտեղ 1 օր հետո պետք է կայանար ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահ Իլհամ Ալիևին իրականությունը ներկայացրել է որպես նրան փաստի հետ համակերպվելու հորդոր, բաց մարտահրավեր, որ Ադրբեջանի նախագահը միևնույն է Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելին չի հասնելու, թե դա Ալիևին տրվող քաղաքական բոնուս է։ Իհարկե խոսքը չի եղել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Եվ այս պահին զրուցել եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես պարոն Աթանեսյան, անդրադառնանք նախորդին Դուշանբեում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպմանը, փաստորեն այս հանդիպումը կարևորվեց նրանով, որ Պուտինը նորից վերստին ներողություն խնդրեց եւ այդ հարաբերությունների ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր մեկնարկ տրվեց։ Մենք այս ընթացքում առիթ ունեցել ենք խոսելու այդ հարաբերությունների վատ տարածման մասին
եւ դուք բազմիցս նշում եք, որ դրանք ըստ էության ձևական բնույթ են կրում։ Հիմա ինչ հաստատվեց նախորդին տեղի ունեցած հանդիպմամբ, համեցեք։ Այսպես ասած, արտարոց ոչինչ տեղի չի ունեցել, դա սպասված հանդիպում էր, որովհետև վերջին 3-4 ամիսների տեղեկատվական խոսքերը փոխադարձաբար մեր տոնայնություն էին արդեն ստացել, ինչու է այդպես, ես կարծում եմ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է գնահատել երկու շերտով, միջպետական հարաբերություններ և Պուտին-Ալիև անձնական հարաբերություններ։ Իմ տպավորությունը այն է, որ Դուշանբեում ոչ թե Ռուսաստան-Ադրբեջան միջպետական կամ ռուս-ադրբեջանական, չգիտեմ, քաղաքակրթական հարաբերությունների, այլ Պուտին անձնական հարաբերությունների խնդիրն է քննարկվել ավելի շատ եւ դա տեղի ունեցել մի համատեքստում, երբ Ռուսաստանի իրապահ մարմինները Մոսկվայում եւ Մոսկվայի շրջակայքում հասել էին Իլհամ Ալիևի եւ նրա մերձավոր շրջապատի անձանց բիզնես տիրույթին։ Քննարկվում էր Ալիևի որդու սեփականության թեմա, քննարկվում էր Կրոկուսի սեփականատեր Արազ Աղալարովի եւ նրա որդի Էմին Աղալարովի սեփականության վրա արգելք դնելու հարցը, իսկ Աղալարովները եւ Ալիևը խնամիններ են, թեև ասենք նրա աղջիկը պաշտոնապես բաժանված է, ամուսնալուծված է, բայց բիզնես իմպերիան, այսպես ասենք, միասնական է, ընտանեկան է եւ ես ենթադրում եմ, որ Պուտին-Ալիև այս հանդիպումը որևէ աշխարհաքաղաքական կամ նույնիսկ տարածաշրջանային քաղաքականության կտրվածքով ճիշտ չէ լինի դարձել, ավելի ճիշտ, ավելի կոնկրետ կողմերը իրենց անձնական եւ բիզնես շահերն են համադրել։ Իմ տպավորությունը այսպեսին է։ Որովհետև պարոն Աթանեսյան տեսակետ կա, որ շատ հետաքրքիր կլինեն զարգացումները, օրինակ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ ինչ տեղի կունենա, արդեն իսկ մտահոգություններ են հնչում այս հարաբերությունների ուրեմն որոշակի բարելավման ֆոնին, փաստորեն դուք անձնական ու բիզնես շահերն եք դիտարկում այս հանդիպման առանցքում համադրությունը եւ ոչ այսպես քաղաքական աշխարհաքաղաքական հարցերի վերհանում ու քննարկում։ Միամտություն կամ միամտություն է կամ թողից ներեն այս բառի համար խարդախամտություն է խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին առհասարակ, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տապալվել է, ապա տապալվել է ամենից առաջ Իլհամ Ալիևի ջանքերով։ Եվ այսօր ինչ որ ենթադրություններ անել, հիպոթեզներ կառուցել, որ Պուտին-Ալիև հանդիպումից հետո կարող է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչ որ ռեանիմացիայի ենթարկվել, դա նորից ասեմ կամ միամտություն է կամ չարամտություն է։ Նոյեմբերի 9-ի էջը 2021 թվականի հունվարի 15-ին փակվել է, երբ Ալիևը Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելուց հետո առաջին անգամ ոտք է դրել Շուշի եւ Շուշիից հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կազմավորումը գոյություն չունի եւ այդ մասին որևէ խոսակցություն այլևս չի կարող լինել։ Կրկնում եմ, դա տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 4 օր հետո։ 2021 թվականի հունվարի 11-ին Պուտինը Կրեմլում հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Դրանից 4 օր հետո Իլհամ Ալիևը Շուշիից նման հայտարարություն է արել եւ հասել է իր նպատակին։ Ի վերջո իր հայտարարությունը ի կատար է ածել Վլադիմիր Պուտինի ամիջական մասնակցությամբ
եւ նրա գործուն դերակատարությամբ ինչ է նշանակում Դուշանբեում հանդիպեցին վերադառնալը նոյեմբերի 9-ի փաստաթղթ չկա դա նման հնարավորություն նման հերանեկար գոյություն չունի այդ մասին չպետք է մտածել եւ տեսեք այդ հանդիպման մասին տեղեկատվության մեջ որևէ խոսք չկա նույնիսկ տարածաշրջանային համագործակցության մասին տարածաշրջանի խնդիրներին անդրադարձ չկա Վլադիմիր Պուտինը նույնիսկ իրեն թույլ չի տվել Իլհամ Ալիևին շնորհավորելու Հայաստանի հետ Վաշինգտոնում թեկուզ քաղաքական հռչակագիր ստորագրելու կապակցությամբ սա եղել է անձնական հարաբերություններ բարձելու հանդիպում ամեն դեպս այն տեղեկատվությունը որ այսօր առկա է դա է ուշում գուցե կուլիսներում Իլհամ Ալիևը եւ Վլադիմիր Պուտինը ինչ որ հարցեր քննարկել են ես կասկածում եմ որովհետեւ ադրբեջանական հանրության տրամադրվածությունը հստակ միանշանակորեն հակառուսական է եւ Ադրբեջանի որևէ նախագահ այլևս չի կարող վերադառնալ հարաբերությունների այն մակարդակին, այն որակին, որ եղել է նախկինում։ Այդ ժողովուրդը, այդ հանրությունը, Ադրբեջանի քաղաքական ուժերը, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի բռնատիրական եղբայրությունը հանդուրժել է միայն մի բանի համար՝ Ռուսաստանի միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել։ Հասել են այդ գերնպատակին իրեն։ Այլևս նրանք Ռուսաստանից ակնկալիքներ չունեն։ Ռուսաստանից բացարձակապես որևէ ակնկալիք չունի նաև Իլհամ Ալիևը։ Ակնկալիքները միայն Պուտին-Ալիև հարաբերությունների հարցություններով փաստ ասեն։ Ադրբեջանում գրանցված 7 լցանավ Ռուսաստանի համար նավթ է մատակարարում աշխարհի տարբեր երկրներ։ Դա ստվերային նավատորմն է։ Եվրամիության, Եվրահանձնաժողովի կիրառած պատժամիջոցների տակ ընկել են Ադրբեջանում գրանցում ունեցող 7 լցանավ։ Ով կհավատա, որ Ադրբեջանում ինչ որ մեկը առանց Իլհամ Ալիևի իմացության լցանավ է գնել եւ Պուտինի համար ստվերային նավթային առևտուր է կազմակերպել։ Իհարկե այդ բիզնեսի այդ ծովահենության, այսպես ասենք, թիկունքում կանգնած է Իլհամ Ալիևը։ Հիմա բացահայտվել են այդ փաստերը բացահայտվում են։ Եվրահանձնաժողովը բացահայտել է Ալիևը եւ Պուտինը պետք է նստեն քննարկեն իրենց ազնական խնդիրները։ Եվ խոսքը տասնյակ միլիարդավոր 100 միլիարդ դոլար է հասնող ֆինանսական հոսքերի ֆինանսական շրջանառության մասին է, որ իրականացում է Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի բիզնես իմպերիաները։ Սա բոլորովին կապ չունի Ադրբեջանի եւ Ռուսաստանի պետական քաղաքականության հետ։ Այլ հարցեր են։ Մեկը մյուսին պետք է պարտակի։ 3 Դուշանբեում այդ հանդիպումը կայացել է։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Ալիևը բանտից ազատ է արձակել Սպուտնիկ Ադրբեջանի Բաքվի գրասենյակի տնօրեն Կարտավիխին։ Արդեն բանտից ազատ են արձակել, մինչդեռ նրան Ադրբեջանը նախապես մեղադրում էր անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու մեջ, չէ՞։ Այսպեսին էր մեղադրանք։ Հետո մեղադրանքը վերախմբագրեցին խարդախություն, չգիտեմ, ապօրինի գույքի ձեռքբերում եւ այլն, բայց ամենատեպս Սպուտնիկ Ադրբեջանի տնօրենը, գրասենյակի տնօրենը եւ գլխավոր խմբագիրը Բելաուսովը Ադրբեջանում ձերբակալվել են որպես FSB-ի անվտանգության դաշնային ծառայության գործակալներ։ 3 Դուշանբեում հանդիպել են, այսօր արդեն Կարտավիխը ազատության մեջ է, փոխարենը Ռուսաստանը ազատ է արձակել Ադրբեջանի մի քաղաքացու, որի ինքնությունը չի հրապարականացում։ Մենք չգիտենք, թե Ռուսաստանում այդ ձերբակալված ադրբեջանցին ինչի մեջ էր մեղադրվում։ Գուցե նրա ձերբակալվել է որպես Ռուսաստանում Մոսադի գործակալ, ես չգիտեմ։ Բայց տեղի է ունենում հանցագործությունների, այսպես միջազգային հանցագործությունների պարտակման գործընթաց։ Սա է Պուտին-Ալիև հանդիպման բանակցությունների էությունը, այստեղ որևէ նորից եմ կրկնում, տարածաշրջանային հետք չկա, բացառությամբ մի հարցի, որի շուրջ ես կարծում եմ արդեն Ադրբեջանը իր համաձայնությունը հարկադրված է լինելու տալ
Կարծեմ երկուշաբթի, առաջիկա երկուշաբթի պետք է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը ժամանի Բաքու եւ այնտեղ քննարկվելու է երկու հարց։ Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման հարցը, որ պետք է անցնի Ադրբեջանի տարածքով, եւ Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության ապահովում Ադրբեջանի տարածքով։ Այստեղ ինչ որ առումով կարող է հարցը վերաբերել նաեւ Հայաստանի հարավին, ասենք Թրամփի ուղու ծրագրի հետ ինչպես է ասոցացվելու Ռուսաստան-Իրան հաղորդակցությունը, արդյոք հետաձգելու են, թե Ռուսաստանը օգտագործելու է այդ անցուղին, այստեղ արդեն կարող է լինել աշխարհաքաղաքական տարածաշրջանի անվտանգության եւ տարածաշրջանում համագործակցության հարցերի հետ ինչ որ առնչություն Օվերչուկի այցը կունենա, գուցե Դուշանբեում Ալիև եւ Պուտինը այդ մասին ինչ որ պայմանավորվածություն ձեռք են բերել, ես կարծում եմ որ նախնական համաձայնություններ պետք է որ որպեսզի Օվերչուկը ժամանի Բաքու։ Պարոն Աթանասյան, անդրադառնանք նաև Լուկաշենկոյի ակնարկներին, փաստորեն նիստից առաջ հայտարարում էր Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք չի գա, երեք անհանգստանում էիք, ես ասում էի, չէ, իսկ որ Նիկոլ Բովայևիչը առանց մեզ գնալու տեղ չունի, դիմել է Լուկաշենկոն, Ալիևին եւ Փաշինյանին, որոնք իդեպ կողքի էին նստած բազմոցին դահլիճում։ Լուկաշենկոն հերթական անգամ շուտ է խոսել։ Որովհետև երեկոյան, երբ Տաջիկստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել իր հյուրերի համար, Լուկաշենկոն այնտեղ չկար։ Այսինքն Լուկաշենկոն եւ Փաշինյանը երևի Դուշանբե են հասել ուշ երեկոյան, գուցե միացել են այդ ընդունելությանը, գուցե չեն միացել, ես չեմ կարող ասել, բայց հերթական անգամ իր, այսպես ասեմ, բրիությունը ցուցաբերեց, բայց ես կարծում եմ, որ նա այդ համառությունը ցուցաբերում է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն առիթ ստեղծի եւ փաստորեն այդ արտարքները ես չեմ համարում, թե նա համարձակում է վիրավորել Հայաստանի վարչապետին, ընդհանրապես փորձում է ընդգծել իր ներկայությունը եւ հասկացնել, որ ինքը ցանկանար Փաշինյանի հետ առանձնազրույց ունենալ կամ ինչ որ հարցեր քննարկել, որտեղ նա շատ բազմապլան եւ փորձառու ազնվորություն է, կարծում եմ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նրա համար եվրոպական երկրների հետ հարաբերություններում կարող է ինչ-որ կրվան լինել, ինչ-որ փաստարկ լինել, որովհետև Լուկաշենկոն փաստորեն երկակի, եռակի խաղեր է խաղում մի կողմից Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մեջ մտնում, մյուս կողմից Եվրամիության երկրներին է մշտապես ռևերենսներ անում, այս համատեքստում երևի պետք է հասկանալ նրա այդ մանիան, այսպես ասենք, եւ վարչապետը փաստորեն մի բառով փակեց այդ խոսակցության թեման, հասկացնելով, որ ինքը առայժմ Լուկաշենկոյի հետ քննարկելիք չունի։ Ես այսպես կմեկնաբանեի, ես այսպես ընկալեցի, մանավանդ որ տեսանյութը հրապարակված է եւ տպավորությունը այդպիսին է։ Պարոն Աթանասյան, իսկ առհասարակ Բրյուսելից հետո ԱՊՀ այս գագաթնաժողովին մասնակցել է, ինչպես եք գնահատում, Հայաստանը դարձյալ այս փորձում այս բալանսավորված քաղաքականությունը վարել, բայց որքանով է դա ճիշտ առհասարակ, որովհետև Հայաստանը բազմիցս տարբեր միջոցառումներ նաև ԱՊՀ շրջանակներում վարչապետի մակարդակով չի գնացել, չի մասնակցել, այս անգամ ներկա գտնվել է, ինչպես է գնահատում։
Ես չեմ հիշում ԱՊՀ երկրների որևէ գագաթաժողով լինի պաշտոնական կամ ոչ պաշտոնական, որին Հայաստանի վարչապետը չի մասնակցել, չեմ հիշում։ Եթե եղել է նման դեպք, տոիզներեն ես հիշողության խաթարման համար, բայց ինչ է նշանակում։ Այո, 23 թվականի օգոստոսի 10-ին չմասնակցեց վարչապետը պարոն Աթանեսյան պաշտոնական գագաթնաժողովին, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցեց, ես ուզում եմ հիշեցնել դա։ 23 թվականի օգոստոսը կրիտիկական ժամանակ է, գուցե ինչ-որ խնդիրներ են եղել կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, որոնք թույլ չեն տվել, որ մասնակցեն։ Բայց նաև միաժամանակ ճիշտ չի ասել, թե Բրյուսելից հետո վարչապետ Փաշինյանը չպետք է մասնակցել կամ ինչու է մասնակցում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, որովհետև ԱՊՀ երկրների այսօր ընթացող կամ չգիտեմ գուցե ավարտվել է գագաթնաժողովը շատ սկզբունքային նշանակություն ունի, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ ինքը ԱՊՀ գործընկերներին ռազմավարական համագործակցության առաջարկություն է անել։ Միանշանակորեն մերժել այդ առաջարկությունը դուրս մնալ քննարկումներից հանուն ինչի, Բրյուսելում հասկացանք քննարկում են կոմունիկացիոն հսկայական, այսպես մեգա ծրագրեր, որոնց մի փոքրիկ հատվածը վերաբերում է Հայաստանին, վերաբերում է, ասենք, կարող է վերաբերել Մեղրի անցուղու կամ ասենք Թրամփի ուղու։ Բայց ի վերջո մենք Հայաստանը հետխորհրդային տարածքի երկիր է եւ այս տարածքում Ռուսաստանի դերը, Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի համար կարող է օգտակար չլինել, բայց չպետք է հասնել նրան, որ դա Հայաստանի համար վնասաբեր լինի։ Այս դիրույթում օգտակարությունից մինչև ոչ վնասաբերության դիրույթում, եթե գնահատում ենք, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը իհարկե պետք է մասնակցի այդ գագաթնաժողովին, մանավանդ որ գագաթնաժողովը անցկացվում է Տաջիկստանում, իսկ չմեկնել այդ գագաթնաժողովի նշանակում է նաև չընդունել Տաջիկստանի նախագահի հրավերը, այնտեղ են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, կոնկրետ ասենք Ղազախստանի նախագահը, որը մեկ ամիս առաջ անոնսավորել է, որ տարեվերջին սպասում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Աստանա այցին։ Այսօր եթե Նիկոլ Փաշինյանը չմեկներ Տաջիկստան, Դուշանբե, կնշանակեր, որ նա մերժում է նաև Տոկաևի այդ հրավերը, այնպես որ բարդ հարց է, քաղաքականությունը առհասարակ բարդ է, Հայաստանի աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային, ռազմաքաղաքական վիճակը այնպիսին է, որ հավելյալ խնդիրներ չստեղծելը արդեն իսկ քաղաքական եւ անվտանգային հաջողություն է։ Շնորհակալ եմ պարոն Աթանեսյան զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։